Ողջունում եմ մեր հետևորդներին, քեզ Վահան։ Ողջույն Դավիթ, ողջույն մեզ հետևող մարդիկ։ Եվ ուղևորվում ենք Արագածոտնի մարզ։ Գյուղ բազմաղբյուր։ Այո։ Բայց ինչու բազմաղբյուր, Դավիթ, ինչ ես կարծում։ Ծագումնաբանությանը տեղյակ ես։ Կարծում եմ ամեն ինչ շատ Պարզ է եւ ուղիղ։ Այո։ Ինչ Բացի ճանապարհներից ամեն բան ուղիղ է։ Եվ այնտեղ մեզ Լևոնս դոմում սպասում է Հասմիկ Հակոբյանը։ Այո։ Մենք սկսել ենք հյուրատներ բացահայտել, որովհետեւ այս Դե ամառային շրջանը կարծում եմ զբոսաշրջիկները ակտիվ են։ Մեր հետևորդներին հետաքրքիր նոր տեղեկություններ կհաղորդենք։ Այո։ Դե Գնացինք մեզ բարի ճանապարհ։ Каждая девочка хочет быть идеальной мамой и женой. А каждая женщина просто быть собой. Майонез Слобода. Давайте быть довольными, а не идеальными. Նորույթ Մարանիկից։ Մարանի կամեմունքների ավանդական եւ հազվագյուտ տեսակներն արդեն արկա են ապակյա տարաներով, որոնք փակվում են հերմետիկ, պահպանում համն ու հոտը։ Իսկ հատիկավոր տեսակների ներկառուցված աղացը թույլ է տալիս վայելել Մարանի կամեմունքների բույրի թարմությունը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Մարանիկ։ Բարև ձեզ։ Ողջույն Հասմիկ։ Ողջույն։ Ձեզ այցելել են Դավիթը եւ Վահանը, չէին սպասում հաղորդման շրջանակներում Արագածոտնի մարզ, գյուղ բազմաղբյուր։ Այո, ճիշտ Ինչպես եք, ինչպես է տրամադրությունը։ Լավ, արտակարգ, շնորհակալություն։ Շատ հաճելի միջավայրում ենք այս պահին գտնվում։ Եվ այն վայրը, որը մենք այցելել ենք, կոչվում է Լևոնս դոմ։ Այո։ Կպատմեք, թե ինչպես է առաջացել այս անունը։ Լևոնս դոմը ուրեմն իմ ամուսնու անուն է։ Հիմա նա մեզ հետ չկա, կենթանի չի, ցավոք սրտի, բայց քանի որ նրա երազանքն էր այս գյուղում ունենալ ամառանոց, որը դարձավ հետագայում հյուրատուն, իր մահից հետո ես ուղղակի կոչեցի իր անունով ի հիշատակ իրեն, որտեղ դա իր երազանքն էր, ինչպես եւ ես էի երազում Հայաստանում ունենալ, Հայաստանի գյուղում ունենալ մի ամառանոց եւ Լևոնը պատմում էր, որ սա շատ լավ տուն գյուղ է, որտեղ կա շատ մրգաշատ ծառեր եւ մշտական ջուր, լավ մարկանցով, լավ բնությունով, այդպես եւ այսպես ձեռք բերեցինք այս տունը եւ իր անունով կոչեցինք։ Ես տեսնում եմ, որ աջ կողմում շատ հետաքրքիր ցուցանակ կա՝ չախտոտել, խնայել ու խնամել։ Այո։ Ինչը խնայել եւ ինչը խնամել։ Գյուղը։ Գյուղը առհասարակ։ Գյուղը, բնությունը, որովհետեւ ցավոք սրտի ես շատ եմ սիրում մեր ժողովրդին, բայց ցավոք սրտի մաքրությունը ոչ ոք չի պահպանում այստեղ, նույնիսկ այս ցուցանակներից հետո էլի թխախոտի տուփեր, շշեր, պաղպաղակի թղթեր, ես դուրս եմ գալիս, այսպես հավաքում եմ։ Մի քիչ մի փոքր կարծես թե ազդել է, բայց որովհետև սկզբից շատ էր կեղտոտ, ավելի շատ էին թափում, բայց դեռ պետք է մի քիչ երևի ժամանակ։ Ձեր թույլտվությամբ գնանք ներս Հասմիկ այս պահին։ Համեցեք, իհարկե, համեցեք։ Այստեղ հյուրընկալվում են մարդիկ կոնկրետ սեզոնների, թե ամբողջ տարին աշխատում է։ Չէ, մշտական է։ Ամռանը ավելի շատ դուրս են մարդիկ հյուրընկալվում, իսկ ձմեռը ավելի ներսը անցկացնում են նոր տարի, տարեդարձ եւ տենց նման առիթներ։ Խոսենք տան մասին, որովհետեւ քարերի շարվածքը շատ հետաքրքիր է։ Սա հեղինակը եղել եք դուք այս ամենի, թե հենց այսպես էլ գնել եք։ Չէ, տեսեք, ուրեմն տունը կառուցված էր տուֆով, բայց քանի որ ես տուֆը շատ սիրել եմ որպես հայկական քար եւ չէի ուզում տուֆը ծածկել ինչ որ մի լուծումով, Այդ քանի որ շարվածքը մի քիչ ամփույթ էր, այդ արանքները, որ
ամփույթ էր, այդպես չէի կարող թողնել եւ որոշեցի նման լուծում, ինչպես տեսնում եք, եւ ստացվեց։ Այսինքն դա եկավ մի քիչ Գորիսի տներից։ Գորիսի տները տեսել եք շարվածքը հա ինչպիսին է, մոտավորապես այդպիսի մի բան ստացվեց, գաղափար եկավ եւ կանաչ գույնը շատ ճիշտ որոշում էր, շատ մարդիկ երբ որ գալիս են, իրենց թվում է, որ մամրապատվել է։ Բոլորը հարցում են, սա մամրապատվել է, չենք հասկանում, այս ամբողջ շենք, ասում են, չէ, դա ներկա այդպես։ Ասմիկ, դուք ձեր խոսքի սկզբում նշեցիք, որ երազանք ունեիք Հայաստան վերադառնալու եւ հայաստանյան գյուղերից մեկում տուն ունենալու։ Որտեղից եք եկել Հայաստան եւ որքան ժամանակ է որ Հայաստանում եք արդեն մնացել։ Միացյալ Նահանգներից եմ եկել։ Միացյալ Նահանգներից մարդիկ թողնում են եւ գալիս են, միշտ հակառակն է լինում արտասը։ Գիտեմ, երբ որ ես վերադարձա, բոլորը ինձ դա էին ասում, ցավոք սրտի ասում էին, ինչպես եք թողել այդ երկիրը վերադարձել, բոլորը գնում են, դուք վերադարձել եք, դա ճիշտ պատերազմից հետո էր 20 թվի։ Այսինքն 20 թվին ես գնել եմ այս տունը եւ վերանորոգել եմ հենց պատերազմի օրերին, այսինքն Շուշիի հանձնման օրերին, ցավոք սրտի այդ օրը ես շատ հուզված գնացել եմ եւ բոլոր այդ թղթաբանությունը process-ը տան հետ կապված արել եմ։ Բոլորը ասում էին, այո, ոնց եք վերադառնում, քանի որ անորոշ վիճակ է, երկրի վիճակը, պատերազմյան եւ այլն։ Իսկ ինձ պետք էր լինել այստեղ, այդպես էի զգում համենայն դեպս, որ ես վերադառնայի, դե իհարկե ցանկությունը կար արդեն պլանները, բայց հենց կարծես թե այդ օրերին, այդ ժամանակաշրջանը ինձ պետք էր ավելի շատ, որ հենց այդ ժամանակ լինել եւ ստացվեց, որ պատերազմից հետո հայրենադարձվեցի, վերադարձա 33 տարի ապրելուց հետո Միացյալ Նահանգներում։ Ճանապարհը երկար է դեպի ներքև, մենք կարող ենք եւ քայլել եւ զրուցել։ Ինչով էիք զբաղվում Ամերիկայի Միացյալ Նահանգներում, արդյոք այս բիզնեսի մեջ էիք, թե սա դարձավ ձեր հոբին, հետո դարձավ նաեւ որպես ապրելակերպ։ Ոչ, ես չեմ եղել, ավելի շուտ սովորել եմ travel tourism այնտեղ Ամերիկայում եւ նաեւ հաշվապահության, բժշկական հաշվապահություն դա եմ սովորել եւ այդ ասպարեզում էի աշխատում։ Մի քիչ ուղղությունս փոխեմ, որ շատ արև չլինի ինձ, եթե կարելի է։ Հետո սա դարձավ ձեր հոբին, կարելի է ասել, այնուհետև վերածվեց բիզնեսի։ Այո։ Դե քանի որ կար գաղափարը վերադառնալու Հայաստան եւ ամառանոց էի ուզում, երազում եմ մի փոքրիկ տուն գյուղում, ես գյուղում չեմ ծնվել, ծնվել եմ Երևանում եւ ոչ մի կապ չեմ ունեցել գյուղի հետ, բայց ինչ որ մի հատ պահանջ կար երազանք, որ իմ հողում ունենալ մի փոքրիկ տուն, իմ պտղատու ծառերով, պատրաստել մուրաբա ջեմ, հյուրասիրել իմ բարեկամներին, հարազատներին եւ ընկերներին, այդպես դե երազանքս կատարվեց, բայց քանի որ ես գտա այս հսկա շենքը, մտածեցի, ինչու՞ չէ կարելի է դարձնել նաեւ բիզնես հյուրատուն։ Ինչպես երկուսը հասկանում մի եմ, տեղ։ Տաղավարը նոր է կառուցված, լողավազանը նույնպես նոր է կառուցված, շատ ներդրումներ պահանջեց եւ ջանքու եռանդ կարծում եմ։ Բավականին։ Եվ Հաճույքով եմ արել, բայց հեշտ չէր։ դուք եղել եք այս ամենի գլխին կանգնած որպես ղեկավար։ Այո։ Հեշտ էր արդյոք որպես կին ղեկավարել այդ ամենը, որովհետեւ տարատեսակ արհեստավորների հետ շփումը կարծում եմ, որ դες մի քանի Ցավոք սրտի հեշտ հաճելի էր, որովհետև դու ստեղծում ես, դու քո երազանքն ես վերջապես իրականացնում։ Իսկ ես սիրում եմ ստեղծել։ Ես ընդհանրապես մտածում եմ, այ ես կուզենայի անընդհատ տուն ստեղծել, տուն ձևավորել։ Ինձ համար դա շատ հաճելի աշխատանք է, հաճույքով եմ արել, բայց իհարկե վարպետների հետ հեշտ չի եղել։ Անմիջապես ձեր թիկունքում գտնվում է մի ցուցանակ կրկին, աղբ չնետել եւ չվնասել, խնդրում ենք հավաքել ձեր հետևից տուգանք 5000 դրամ կամ ավելին։ Այո։ Երբևէ եղել է մարդ, ով տուգանվել է։
Չէ։ Ես դա գրել եմ, որ մի քիչ զգուշ լինեն, բայց մի քիչ ինձ համար դա այդքան էլ հեշտ չի, որ մարդկանց տուգանել, բայց բարեբախտաբար ասեմ դες, իմ հյուրերս բավականին դաստիարակված եւ հաճելի մարդիկ են, հյուրեր են, հասկացող, գնահատող տունը, իմ աշխատանքը, փորձում են ուշադիր լինել, զգուշ լինել եւ ինչի համար շնորհակալ եմ։ Շարունակենք բացահայտել տարածքը եւ գնում ենք երեխաների համար նախատեսված խաղահրապարակ։ Այստեղ նաև ընտանեկան է ավելի շատ, ինչպես հասկանում եմ, ոչ թե ընկերներով գալ ժամանակ անցկացնել եւ հեռանալ, այլ նաև ընտանիքով կարող են գալ հանգրվանել այստեղ։ Միայն ընտանիքով։ Միայն ընտանիքով։ Միայն ընտանիքներով։ Ընկերներ ասելով ինչի նկատի ունեք, եթե երիտասարդ տղաներ, աղջիկներ ընկերներով գան, այո, բայց հիմնականում գալիս են ընտանիքներ։ Ասենք ընկերների ընտանիքներ են գալիս, կամ բարեկամներով գալիս են ընտանիքներով, այդպես։ Շարունակենք մեր նկարահանումները արդեն տան տարածքում, որովհետև կարծես թե դրսի հատվածը լիովին բացահայտեցինք, մեզ մնում է հիմա նկարահանում իրականացնել ներսում, ճիշտ է։ Իհարկե։ Հիմա ուղևորվում ենք արդեն դեպի տան մուտքի մոտ, բայց տարատեսակ մուտքեր եմ տեսնում, որոնք են դրանցից հիմնականները, թե մի մուտք է ընդամենը։ Չէ, կա գլխավոր մուտք դեպի տուն, այն կանաչ դուռն է, իսկ այս դռները ինչն են։ Այստեղ ուրեմն ունենք ամառային նջասենյակ, փոքրիկ, եթե տաղավարում հանգստացողներ կան, իրենք օգտագործում են այս ամառային խոհանոցը եւ նջասենյակը։ Կցուցադրեք մեզ համար եւ Այո, եկեք մի հատ մտնենք խոհանոց։ Գնում ենք խոհանոց։ Դե ուղեկցեք մեզ։ Այո։ Ամառային խոհանոց ասացիք։ Այո։ Հետաքրքիր է։ Մարդ կա արդեն ներսում։ Այո։ Հուշեցինք, որ գացինք։ Շատ հետաքրքիր միջավայր եւ շատ զով, որովհետեւ այս պահին իրականում դրսում շոգ է։ Այո, ճիշտ ամառվա համար է, որովհետեւ ամառը այստեղ շատ զով է, շոգը բոլորովին չեք զգում, քանի որ ծառերը, տերևները ամբողջ ծածկում են արևի մուտքը այստեղ։ Եվ ունենք պիցայի փայտի փեջ, այստեղ պիցա ենք պատրաստում, գաթա։ Սա մառանի տարածքն է եղել տան, դրա համար է այսքան զով այստեղ։ Այստեղ ուրեմն ոչինչ չկար, քանդած վիճակ էր, այս ամեն ինչ որ տեսնում եք, ես եմ արել, բայց սա ապագայի մառան է լինելու, առայժմ այստեղ ոչինչ չկա, այս դուռը որ տեսնում եք, այդտեղ ամառային մառան է սպասվում, այո լինի։ Իսկ կահույքը, որը շատ հնաոճ է, որտեղից է հայտնվել այստեղ, տանն է եղել, թե դուք եք բերել ձեզ հետ։ Չէ, ես ինքս գնել եմ, որոշ բաներ բերել եմ ինձ հետ Միացյալ Նահանգներից, բայց այստեղի կահույքի մասին չի խոսքը, վերևն է, իսկ մնացած ամեն ինչը գնված է։ Գնանք։ Ես ուղղակի սիրահարը հնաոճ իրերի, կահույքի լինի, ընդհանրապես ամեն ինչի մեջ դա եւ արվեստի մասին է խոսքը եւ կահույքի եւ ամեն ինչի հետ կապված։ Շատ լավ, ասացիք նաև որ կողքի հատվածում կա ամառային ննջասենյակ, թե ննջասենյակ։ Ննջասենյակ։ Այո։ Չգիտեմ ննջասենյակի ամառայինը որն է եւ ես ինչ նկատի ունեի, բայց ամեն դեպքում ասած։ Եվ հով է։ Եթե զով է, ուրեմն ամառային ննջասենյակն է դա։ Եթե կարող ենք մուտք գործել ձեր դրությամբ, խնդրեմ նաև այդտեղ մի փոքր մաս նկարահանում իրականացնենք։ Մարդ չկա։ Մարդ չկար, բարձվեց։ Ախել են արդեն։ Փոքրիկ գողտրիկ մի ննջասենյակ կրկին հնաոճ կահույքով, հետաքրքիր տեսարանով, այսինքն արթնանում է ձեր դիմացդ ամբողջությամբ։ Այստեղ մի քիչ իհարկե անձրևային ջրերը հոսել են, բայց Այստեղ նույնպես զով է եւ վստահ եմ, որ շատ զով է ամառվա տապից կտրվելու համար հրաշալի միջավայր է։ Այստեղ եթե այն ամենաթեժ շոկ ժամանակ, որ ուզում ես զովանալ, գալիս ես այստեղ եւ ամառային խոհանոց ու վերջ, ամեն ինչ փոխվում է։
Հիմա ուր ենք ուղևորվում։ Հիմա արդեն գնում ենք գլխավոր տուն։ Գլխավոր տուն։ Այո, Բանի գլխավոր սենյակից է մուտքից։ բաղկացած։ Ուրեմն 4 ննջասենյակ է, խաղասենյակ եւ հյուրասենյակը։ Ամեն մի հարկում կա սանհանգույց։ Այդպես։ Եկեք համեցեք, խնդրեմ։ Գնացինք։ Ներսում մարդիկ կան, Այո, հյուրեր Այո։ ունենք։ Դե, գնացինք։ Ասմիկ, մենք արդեն ներսում ենք, ձեզ է միացել ձեր 4 քոտանի բարեկամը, ով է նա։ Ինքը Գայան է։ Ով։ Գայա, 12 տարեկան։ Ծնողներին որդեգրել էինք, փրկել էինք, որ պետք է սրսկեին քնացնեին եւ ծնողները ունեցան միակ ձակուկին Գայային, հիմա արդեն 12 տարեկան է, ծնողները չկան։ Այդպես։ Շարունակենք եւ սկսենք բացահայտել բուն հյուրատան տարածքը։ Որ հատվածում ենք հայտնում հյուրասենյակում։ Մենք գտնվում ենք այո հյուրասենյակում։ Այստեղ հիմնականում հավաքվում են մեր հյուրերը, նշում իրենց առիթները։ Բուխարի։ Ունենք շատ հաճախ երաժիշտներ են գալիս այստեղ, որ նվագում են։ Այսինքն տարատեսակ միջոցառումներ են անցկացվում այստեղ։ Այո, բայց բացի դրանից ուղղակի հյուրերը հիմնականում քանի որ տեսնում են հյուրատան հետ ծանոթանում են եւ տեսնում են կա Ռայան։ Եվ դրանով իրենց գրավիչ է երաժշտական գործիքների արկայությունը եւ երաժիշտներ են շատ հաճախ լինում այստեղի հյուրերը շատ հաճախ օգտվում են ռայալից, վերևը ունենք գիտար, հենց pan drum, վերև կբարձրանանք կտեսնեք, բայց բացի դրանից այստեղ նաև միջոցառումներ են կազմակերպել, ջազային երեկո, արգենտինական տանգո եւ էլի ուրիշ պրոյեկտներ ունենք, պլաններ, որպեսզի կազմակերպենք հետագայում։ Իրականում կահավորումը հիշեցնում է շատ հին ոճ, բայց միաժամանակ նաև շատ մոդեռն է ամեն ինչ։ Ասացիք, որ դուք շատ իրեր բերել եք ձեզ հետ նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներից, թե կան իրեր, որոնք այստեղից եք ձեռք բերել։ Այո։ Այն ամենը, ինչը որ հիմա տեսնում են մեզ դիտողները, սրանք որտեղից են հայտնվել այստեղ։ Կոնկրետ այս բուֆետը ինքը ֆրանսիական է, եվրոպական է, 19-րդ դարի, ես տեղից եմ ձեռք բերել եւ իր հետ կա սեղանաթոռներով, որը երրորդ հարկում է, հետո կտեսնենք։ Սա ձեռքի աշխատանք է մեր հայ վարպետների, մնացած էլի կան հնություններ վասկաթոռը այս բազմոցի հետ, ռայալը բերել եմ Ամերիկայից, սա ինձ նվեր է 30 արդեն ավել տարի ինչ ունեմ ես ռայալը։ Ցանկանամ խոսենք նաև այս գրամաֆոնները։ Այս ամենի մասին եւ նաև ռոյալի մասին, եթե կարելի է բացեմ ես սա։ Բացեք, այո, խնդրեմ։ Այդ իրականում չգիտեմ թե հայերեն ինչպես է կոչվում, Դավիթ օգնիր ինձ, եթե դու գիտես։ Գրոմոֆոն։ Որտեղից է հայտնվել։ Հայկականացրել։ Սա Օդեսայից է, ես Հայաստանից եմ գնել, այսինքն ես դեռ Միացյալ Նահանգներում եմ եւ ուզում էի գրամոֆոն, ինչպես ասեցի, հնաոճ իրերի սիրահար եմ եւ գրամոֆոնը ինձ համար շատ հետաքրքիր մի գործիք է։ Աշխատող է։ Երևույթ, ճիշտ ասած աշխատում էր, բայց հիմա հյուրերից մեկը երևի երեխա ասեղը կոտրել է, ես ուղղակի նոր նկատեցի վերջերս չհասցրեցի ասեղ փոխել, բայց աշխատող է, այո, աշխատող է եւ հետաքրքիր է գրամոֆոնի երաժշտությունը լսելիս ծիծաղելի է իհարկե ինքը, քանի որ մի արագ է չէ երգում։ Այդպես Ասմիկ վերանորոգման դիզայնի հեղինակը նույնպես դուք եք թե աշխատել են համապատասխան մասնագետները, ովքեր ձեզ օգնել են գույները համադրել, դետալները համադրել։ Ես եմ
Ես ինքս եմ ամեն ինչ դիզայները, ինտերիեր դիզայնը իմն է, ինձ հետ ուղղակի մասնակցել են մի փոքր իմ աղջիկները, որ հիմա գտնվում են, մեծ աղջիկս Անին գտնվում է Ֆրանսիայում եւ փոքր աղջիկս Ամերիկայում, Արփին, Անին եւ Արփին, այդ նկարները կարող եք տեսնել։ Իդեպ չեք փոշմանում, ինչպես հասկանում եմ, որ տեղափոխվել եք, այսինքն այն հորդորները, որ կային ձեր անձի հանդեպ, պետք չէ գալ, արդարացվեցին ձեր կողմից, որ այո, պետք էր ամեն դեպքում վերադառնալ։ Իսկ աղջիկները չունեն այդպիսի ցանկություն վերադառնալու Հայաստան։ Իմ աղջիկները ծնվել են այնտեղ, իրենք սիրում են Հայաստանը, հաճախ եղել են, լինում են, նույնիսկ Անին ապրել է երկար ժամանակ Հայաստանում, բայց այնպես է ստացվել, որ իրենք ընտանիք են կազմել, մեկը Ֆրանսիայում, մյուսը Ամերիկայում, Սան Ֆրանցիսկո, եւ այդպես անգամ եթե չլիներ, ասենք, ընտանիքներ միգուցե եթե կազմած չլինեին, ինձ հետ իրենք է գային, այդ խոսակցությունը չի եղել, որ մենք չենք ապրի Հայաստանում, որովհետև չենք սիրում կամ չգիտեմ, այդպես իրենք սիրում են Հայաստանը սիրում են։ Հասմիկ, Կիրակի օրը ժամը 12-ից սկսած ձեր հաղորդումը կլինի «Չէին սպասում» KTM կայքում, որտեղ տեղադրված են մեր բոլոր հաղորդումները, ձեր հաղորդումը ժամը 12-ից սկսած այնտեղ նույնպես տեղադրված կլինի, կամ կարող եք մեզ հետևել մեր Facebook-յան, Instagram-յան, TikTok-յան, Telegram-յան եւ YouTube-յան պաշտոնական ալիքներում, որտեղ տեղադրված են մեր բոլոր հաղորդումները։ Իսկ այս պահին մեր ծրագրում պետք է լինի կարճատև գովազդային դադար, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք ձեր տան բացահայտումները։ Ով։ Գնանք խոհանոց։ Գնանք։ Հասմիկ, համեղ ճաշատեսակներ պատրաստելու գաղտնիքներից մեկը համեղ բաղադրիչներն են, օրինակ նպարեղենը, ալյուրը եւ իհարկե համեմունքները։ Իսկ եթե դրանք փաթեթավորված են գեղեցիկ, մաքուր եւ տեսականին շատ, ապա պատրաստման ընթացքը դառնում է կրկնակի հաճելի։ Մարրանիկ ընկերությունը սպառողին է ներկայացնում ձավարեղենի եւ համեմունքների ինչպես ավանդական, այնպես էլ հազվագյուտ եւ հարուստ տեսականին, ինչպես նաեւ նորույթ, ապակե փաթեթավորմամբ կարմիր աղացած քաղցր եւ կծու պղպեղներ, սև աղացած պղպեղ, սև հատիկավոր պղպեղ շատ հարմար փաթեթավորմամբ, որը հնարավոր է աղալ ցանկացած կերակրատեսակի վրա։ Մոտ 30 տարի հայկական շուկայում է, շատ որակով է, իսկ ամենակարևորը շատ համեղ։ Հիշում եք արդյոք Մարրանիկ ընկերության կարգախոսը։ Ասեք խնդրեմ։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Մարրանիկ։ Սիրով նվիրում ենք։ Շնորհակալ եմ։ Ես իսկապես շատ գոհ եմ Մարրանիկից, օգտվում եմ։ Ընդհանրապես ես գտնում եմ, որ պետք է հայկական ընկերություններից օգտվել, բոլոր մթերքները փորձում եմ հայկականներից օգտվել եւ շատ գոհ եմ, շնորհակալ եմ, որ բերել եք, նվիրել եք, սիրով կօգտվեմ։ Դե բարով վայելեք։ Սլաբադան ռուսական լավագույն սնունդ արտադրողներից է, որն իր արտադրանքի համար ընտրում է միայն թարմ եւ բնական բաղադրիչներ։ Սլաբադա կեչուպները շատ համեղ են եւ կարող են համադրվել ցանկացած ուտեստի հետ, համ որն արթնացնում է ախորժակ։ Սլաբադա բուսայուղերն ունեն հաճելի համ եւ բույր։ Տապակելիս չեն փոխում սննդի համը, օգտակար են ինչպես տաք, այնպես էլ սառը օգտագործման դեպքում։ Ըստ Ռոսկաչեստվո 20 թվականի հետազոտության արդյունքների, Սլաբադա արևածաղկի ձեթը ստացել է 5 աստղ եւ մուտք գործել բարձր կարգի ձեթերի կատեգորիա։ Շատ որակով ապրանքանիշ է, խորհուրդ եմ տալիս միշտ օգտվել։ Սիրով նվիրում ենք։ Շնորհակալ եմ, Սլաբադայից օգտվում եմ, չզարմանաք, որ ասեմ նաև դա, որ ես ինչ եկել եմ Հայաստան, օգտվել եմ հենց Սլաբադայի ձեթ եւ մայոնեզն եմ գնում եւ շատ գոհ եմ, համեղ է։ Դուք շատ ճիշտ ընտրություն եք կատարում, Հասմիկ։ Շնորհակալություն։ Հասմիկ, հանձնեցինք մեր գործընկերների կողմից տրամադրված ապրանքները ձեզ։ Շատ շնորհակալություն։ Ես օգտվում եմ իրենցից արդեն եւ շատ գոհ եմ։ Շնորհակալ եմ։ Մենք նույնպես շնորհակալ ենք, հիմա գտնվում ենք ձեր խոհանոցում։ Ինձ հետաքրքրում է հյուրատան ծառայությունների մեջ արդյոք ներառված է խոհանոցը, թե հյուրերը գալիս են, իրենք օգտվում են խոհանոցից, ինչպես որ իրենք են ցանկանում։ Այսինքն կան կոնկրետ ճաշացանք, որը դուք առաջարկում եք ձեր հյուրերին, թե ոչ։ Երկուսն էլ լինում է։ Լինում է, որ գալիս են հյուրերը եւ խոհանոցը իրենց տրամադրում են, իրենք ինչ ուզում են, անում են խոհանոցում, օգտվում են խոհանոցից, բայց նաեւ լինում է, որ նախաճաշ են ուզում իրենք,
կամ շատ անգամ նույնիսկ եղել է ընթրիք են ուզել, այստեղ նաև մաստեր կլասեր ենք կազմակերպում, օրինակ հապամա ենք ունեցել, գաթա ենք ունեցել, տոմա ենք ունեցել, այդպես տարբեր բաներ, անում ենք նաև մաստեր կլասեր եւ հյուրերն էլ, որ գալիս են, երկու դեպքներ լինում է, իրենց տրամադրության տակ է լինում է, որ գյուղական նախաճաշ ենք տալիս։ Այս պահին այստեղ է նաև ձեր մյուս շորքոտանին, նա ով է։ Նա Լեան է, նոր շունիկ է, Golden Retriever, ձագուկ է էգ, հիմա փառքաստու քնած է, այլապես ինքը փոթորիկ է։ Իսկ երբ գալիս են ձեր հյուրերը, ինչ եք անում, նրանց վերցնում եք, ձեզ հետ տանում եք, հետո նորից հետ եք բերում, թե մարդիկ արդեն հարմարվել են նրանց առկայությանը։ Ես չեմ ունեցել այնպիսի հյուր, որ չսիրի շներին, կամ կատուներ կան, իհարկե կատուները ներս չեն գալիս, բայց բոլորը հասկանում են, սիրում են կենդանի եւ իրենց համար նաեւ զվարճանք է լինում։ Դուրս գանք պատշգամբ, նախ ուզում եմ շնորհակալություն ասել այս հյուրասիրության համար, որ մեզ համար եք կազմակերպել եւ արդեն պարզ է դառնում, որ խոհանոցը գործում է ձեր։ Այո։ Դուրս են գալիս առաջին պատշգամբ, որտեղ կրկին շատ զով է, պատկերը գեղեցիկ է, ծառերը շատ հին են, կարծում եմ։ Այո, երբ ես գնել եմ իհարկե այս տունը երբ գնել եմ, իրենք արդեն եղել են, սա երևի 30 տարի եւ ավել տարիների ծառեր են, եղևնիները եւ այնտեղ ունենք բիրոզաները, կեչիները, շատ գեղեցիկ են, սա արծաթափայլ եղևնիներ են։ Հյուրերը նաև այստեղ են նստում, այս պատշգամբում, ամռանը, երբ որ արդեն զով է լինում, այստեղ ճաշում են, սրճում են, թռչունների ձայնը լսում եք, հիմա մի փոքր պասիվ է, բայց հիմա դեպի արդեն, որ ավելի զով է գնում, ավելի ակտիվանում են, այստեղ մի հատ սիմֆոնիա է թռչունների, տարբեր թռչուններ ունենք, շատ գեղեցիկ երգում են, որը իհարկե թերապիա է բոլորիս համար։ Այո։ Սրանք տան հետ են եղել, թե կրկին ձեր մտքի թռիչքն է եղել այսպիսի դռներ ունենալը։ Ես հին դռներ շատ եմ սիրում։ Ես ամեն ինչ փոխել եմ այս տանը, գրեթե կարող եմ ասել ամեն ինչ, բացի դռներից եւ այս պատուհաններից, այս դուռը փոխել եմ, ուղղակի ճիշտ նույն ձևի են պատրաստել, ինչպիսին որ ինքը արդեն կար։ Ուղղակի ինքը բաց փայտ էր, ես այս գույնը ավելի նախընտրեցի, բայց դիզայնը նույն ինչ որ եղել է, պահպանվել է, պատուհաններն էլ փայտի հին պատուհաններ են, մնացած ամեն ինչը փոխվել է իհարկե։ Հասմիկ, ձեր թույլտվությամբ մի պահ դադարեցնենք նկարահանումները, տեղափոխվենք արդեն երկրորդ հարկ, որտեղ կշարունակենք մեր բացահայտումը։ Խնդրեմ համեցեք երկրորդ հարկ։ Արդեն տեղափոխվելու ենք դեպի երկրորդ հարկ, որտեղ շարունակում ենք բացահայտել տունը, որտեղ եւ գտնվում են ննջասենյակները, բայց մինչ այնտեղ հասնելը պատերին կան տարատեսակ նկարներ։ Այո։ Ովքեր են նկարների հեղինակները, արդյոք եղել է նկար, որը հենց այս տանն է եղել եւ այդպես էլ մնացել է, որովհետեւ այնտեղ տեսնում եմ շատ հին տան նկար, աջ կողմի մասին է խոսքը։ Այստեղ ոչինչ չեղը նման բան, դե ինքը քանդած վիճակ եղել, այսինքն նկար չէր կարող լինել։ Այս նկարները ուրեմն հիմնականում ես պատվիրել եմ Եվրոպայից, տարբեր երկրներից։ Սա Մարտիրոս Սարյանի նկարն է, նկարած իրենց բակն է, Մարտիրոս Սարյան տուն թանգարանի ետևի բակն է, որ իր հորեղբայրը հարևանի հետ վստահ եմ նարդի է խաղում։ Սա հենց Սարյանի բնանկարն է։ Այո, դե օրիգինալ չի բնականաբար։ Հասկանալի։ Սա ես բերել եմ հիմա որ կամերան վրան է, դա բերել եմ իմ տնից, Ամերիկայից։ Իմ փոքրիկ նկար է, ես եմ նկարը։ Հետաքրքիր է, աբստրակտ ոչն եք սիրում։ Չէ, չեմ սիրում, ուղղակի այսպես ստացվեց, հա ինքը Պիկասոյի ասենց։ Ես միակ նկարը, որ աբստրակտ այնց
նկարել եմ, դա է։ Ես ինքս նկարիչ չեմ, ուղղակի զբաղվել եմ այդպես։ Բարձրանանք երկրորդ հարկ։ Նաև ինձ հետաքրքրում է, արդյոք Ամերիկայի Միացյալ Նահանգներում կա այս մշակույթը, հյուրատներ եւ այլն, թե ոչ։ Գիտեք, ես ուզում եի այս նկարների մասին խոսել։ Կարող եք խոսել այդ նկարների մասին։ Սա Տիգրան Հովոմյանի նկարներն է։ Տիգրան Հովոմյանը բավականին ճանաչված նկարիչ է, հիմա Լոս Անջելես է ապրում եւ այնտեղ շատ մեծ պրոյեկտների մեջ է մասնակցում, հիմա մեծ աշխատանքներ է անում եկեղեցիների, որ նա նկարներ, սկուլպտուրաներ, բավականին մեծ արձաններ եւ այլն ամբողջ Լոս Անջելեսով եւ ես շատ հավանում եմ իր նկարները, ուզում եմ, որ դրա մասին խոսեմ ուղղակի։ Հասմիկ, Միացյալ Նահանգներում կա հյուրատների մշակույթ, թե ոչ։ Կան։ Շատ է տարբերվում։ Չի տարբերվում։ Ավելի շուտ գիտեք, ես այնտեղ չեմ եղել հյուրատներ։ Եղել եմ ավելի գիտեք, ունենք այնտեղ ուրեմն Ծաղկաձորի նման տեղեր, Ծաղկաձորի նման տեղեր կան, որտեղ որ փոքրիկ քոթեջներ են, հյուրատան պես մի բան է, էլի փաստորեն ստացվում։ Ձեր հյուրերը ավելի շատ ակտիվ հանգստի սիրահարներն են լինում, թե պասիվ։ Չէ, այստեղ ավելի պասիվ հանգստի համար է, ակտիվ չէ։ Ինչ տարիքի հյուրերն են լինում։ Տարբեր։ Լինում են երիտասարդներից մինչև տարիքով ծնողներին է բերում։ Սա իմ փոքրիկ աղջիկա Արփինեի նկարն է։ Նկարած ինքը նկարչուհի է։ Կարպետներից խոսենք, նոր գնանք սենյակների հետ կարելի։ Այո, խոսենք։ Կարպետները առհասարակ լինում են կամ պատից կախված, կամ գետնին։ Ձեզ մոտ հետաքրքիր կերպով բազրիկներից է կախած։ Ինչու։ Տեսեք, ես գետնին չեմ կարող դնել այս կարպետները, որովհետև իրենք ինձ համար շատ կարևոր եւ թանկ բաներ են։ Հնություն է սա։ Իմ տատիկ պապիկի տնից, ծնողներիս տնից հին կարպետ է։ Սա ուրեմն պատերազմի թվին, երբ որ ես 20 թվին եկա, այս տունը գնեցի եւ Շուշին եւ հանձնեցին, արցախյան կարպետները օգնություն որպես արցախցիներին բերեցին վաճառքներ Երևանում եւ ես ագնեցի Շուշիի կարպետը, իրենց աշխատանքն է շուշիցիների։ Հենց այդ օրը հանձնման ոնց որ ես թռնելուց առաջ Ամերիկա գնալուց առաջ ճիշտ նույն օրը գնել եմ սա եւ նոր վերադարձել եմ Միացյալ Նահանգներ։ Մուտք են գործում ննջասենյակներից մեկը։ Կխնդրեմ, բայց ահա, լավ, ես լույսը վառեցի։ Ընդհանուր առմամբ տեղավորվում է 8 անց, ճիշտ եմ հիշում։ Բոլոր ննջասենյակներում այո կարող է 8 անց տեղավորվել, չնայած կան ննջասենյակներ, որ king size մեծ մաճակալներ են, որտեղ ասենք եթե օրինակ երեխաներ են, հա քույրիկներ են, ավելի կարող են քնել, բացի դրանից հավելյալ տեղեր ունենք քնելու, տրամադրում ենք, այսինքն մոտապես ամենաշատը մի 12 հոգի կարող է մնալ այստեղ։ Նկար կա պատին, որը միայն նկար անվանելը ճիշտ չէ, կարծես ասեղնագործած է։ Այո։ Սրա պատմությունը կպատմեք։ Սա իմ մայրիկի աշխատանքն է առաջին, որ 1953 թվին է սա արվել, ասեղնագործությունը, ինչ որ ես շատ եմ սիրում, չափից ավելի ինձ համար թանկ աշխատանք է սա, իմ մայրս կենթանի չի, բայց նաև այս աշխատանքը շատ եմ սիրում, առաջին է եւ բավականին արդեն համարվում 53 թվից, պատկերացրեք, կա։ Շատ հետաքրքիր է։ Սենյակից կա նաև մուտք դեպի սանհանգույց եւ, եթե չեմ սխալվում, նաև պատշգամբ։ Այո, բարեբախտաբար այս շենքը կառույցը ունի շատ պատշգամբեր։ Ամեն ուրեք, ամեն սենյակից դուրս է գալիս դեպի պատշգամբը։ Մենք ունենք նաև այս մի կողմը բավականին մեծ պատշգամբ։ Կարող ենք հետո դա մի հատ դուրս գալ տեսնել։ Ահա։
Բայց այն փակ է կարծես, թե։ Երևի թե։ Եվ կրկին հետաքրքիր տեսարան բնությանը առավել մոտ լինելու համար կարելի է դուրս գալ այս պատշգամբ։ Այո։ Իդեպ չեք զայրանում, երբ ձեր այգու բարիքներից են օգտվում ձեր այցելուները։ Ոչ, դե դրա համար է այս ամեն ինչը ստեղծված, որպեսզի ես հյուրասիրեմ իմ հյուրերին, ընկերներին, հարազատներին, այդպես։ Հասմիկ, նաև տեսնում եմ, որ մի սենյակից մյուսը մուտք կա, անցում կա, եւ սա կարծես թե պետք է ավելի շատ խանգարող հանգամանք լինի, քան թե օգնող, որովհետեւ մարդիկ ուզում են մեկուսանալ միմյանցից։ Հնարավոր է, բայց լինում է նաև որ օգնող է։ Ասենք, եթե հիմնականում այստեղ գալիս են հյուրեր, ովքեր մի ընտանիք են, այսինքն ծնողներն են երեխաների հետ կամ տատիկ պապիկի հետ, եւ ես մի հարկ ամբողջ վերցնում են իրենց, դա արդեն խանգարող չի լինում։ Զգեստները, որոնք որ կախված են այնտեղ, դրանք ձեզ հետ էլի տանում եք, թե թողնում եք այստեղ եւ վստահում եք։ Իհարկե, երբ որ հյուրերը գալիս են, տանում եմ, այստեղ ոչինչ չեմ թողնում։ Միայն աքսեսուարները, որովհետեւ աքսեսուարները զարդարում են տունը, սենյակները, դա չեմ վերցնում, վստահում եմ իմ հյուրերին, թողնում եմ, որպեսզի իրենց համար հաճելի լինի այստեղ մնալը։ Շարունակենք շրջել տնով։ Այո։ Եվ բոլոր սենյակներից բոլոր սենյակներ մուտքեր կան, ինչպես հասկանում եմ։ Ոնց հասկացա, դա դες դուրս չի գալիս։ Չէ, հետաքրքիր է միաժամանակ նաև զարմանալի, անսովոր, ինչու՞ չէ։ Դե մենք այն ինչ որ ունենք։ Սա իմ մանկության դաշնամուրն է։ Նկարները, որոնք որ պատին։ Սա իմ երեխաների փոքր ժամանակվա նկարներն է նկարած, սա իմ նկարածն է մեկը։ Նկարչությունը նաև ձեր հոբին է, Հոբին է, հա, հոբին է, իմ աղջիկաս աշխատանքներն են փոքր էլի ժամանակվա։ Սա ես եմ փորձեր անել ես փողոքին, բայց ճանապարհին ամբողջ կոտրվել էր եւ կնջիտը եւ ականջները։ Այդպես։ Հասմիկ, Ամերիկայի Միացյալ Նահանգների ձեր պատմությունը այդպես էլ մնաց այնտեղ, թե ամեն դեպքում կապեր ունեք, գնում եք, գալիս եք, ինչ որ աշխատանքներ եք կատարում։ Ինչ վերադարձել եմ 21 թվականի ապրիլին, մի անգամ եմ եղել, բայց այդպես չի, որ հաճախ գնում գալիս եմ, անկեղծ ասած առիթ չի եղել, հենց այնպես չի ստացվել ուղղակի, ես այստեղ բավականին զբաղված եմ, հաճախ չեմ գնում գալիս ոչ։ Տունը եռահարկ է։ Եռահարկ է։ Իսկ մեր եթերաժամանակը սահմանափակ։ Այնպես որ եկեք բարձրանանք երրորդ հարկ։ Դուք ասացիք, որ երրորդ հարկում գտնվում է նաև խաղի սենյակ, այո, խաղային սենյակ։ Խաղասենյակ։ Այս պատշգամբը ուզում եք տեսնել։ Իհարկե, որտեղ որ կա հին մաճակալ։ Անպայման, խնդրեմ ուղեկցեք մեզ։ Այլևս անիմաստ եմ համարում ձեզ հարցնելը, որովհետև վստահ եմ, որ մահճակալը նույնպես դուք եք բերել ձեզ հետ, ոչինչ այստեղ չի եղել։ Չէ, այստեղ չի եղել։ Ունի կոնկրետ պատմություն։ Պատմություն։ Չէ, ինքը հին մաճակալ է, իմ հարևանուհիս է տվել, ճիշտն ասած, բայց ես այնքան էի երազում ունենալ sense մաճակալ հին, որ տակը սետկա է։ Ես չգիտեմ որտեղից եմ իմ հիշողության մեջ դա մնացել, որ ես հիշում եի, որ այդ սետկայով մաճակալները յուրահատուկ ինձ համար ինչ որ հանգստացնող, այսինքն որ պարկում ես, մի ուրիշ ձևով ես հանգստանում այս մաճակալների վրա, քան թե մեր եղած օրթոպեդիկ, այո, մատրացներով։ Բարձրանանք երրորդ հարկ։ Ու իսկապես այստեղ որ պարկում ես նախ զով է, հետո առուն հիմա չի հոսում, այստեղ հետ ջուր է հոսում այս քարերի տակից եւ առու։ Ձայնը չի գալիս, բայց շատ հաճախ գալիս է այդ ձայնը, տիտիկների երգի տակ, այնքան հանգիստ մարդ որ ուզում է անջատվել, այստեղ պարկում ես եւ այդ ամեն ինչից կտրվում ես։ Ամեն դեպքում բարձրանանք երրորդ հարկ, որպեսզի ոչինչ բաց չթողնենք։ Բարձրանում ենք դեպի խաղասենյակ։ Չգիտեմ ինչ ասել է խաղասենյակ եւ ինչ է սպասվում մեզ վերևում,
բայց ենթադրում եմ, որ մեծերի համար նախատեսված խաղեր պետք է լինեն, ոչ թե մանկական։ Ոչ միայն այնտեղ խաղեր կան, սեղանի խաղեր երեխաների համար նաև, որ եթե երեխաներ են լինում հյուրեր, կարող են զբաղվել խաղերով։ Ես ցանկանում եմ գտնել, թե որտեղ են լույսերը, ահա, կարծես թե ստացվեց ինձ մոտ բոլոր լույսերը վառել, սեղանի թենիս, կրկին գրոմոֆոն, նկարներ, բազմոց հեռուստացույց, դռների նկարներ եմ նաև տեսնում։ Այո։ Դուք ասացիք, որ ձեր տարերքն են դռները։ Հին դռները, այո։ Հին դռները ձեր տարերքն են։ Գիթար։ Այո, եւ եթե նկատել եք հին հեռախոս։ Օ, հին հեռախոս, շատ հետաքրքիր էր։ Չէի տեսել եւ նույնիսկ չգիտեմ դրանից օգտվելու ձևը, թե ինչպես են օգտվում դրանից, ահա պատի վրա տեսնում։ Ինքը աշխատող հեռախոս է, բայց միացած չէ։ Դա նույնիսկ աշխատում է։ Աշխատող է, այո։ Շատ հետաքրքիր է։ Հասմիկ, ես տեսնում եմ, որ այստեղ նույնպես ունենք պատշգամբ։ Այո։ Կխնդրեմ դուրս գանք այնտեղ, որովհետև պատշգամբից բացում է երևի թե արդեն համայնապատկեր, բավականին վերևում ենք գտնվում։ Շատ գեղեցիկ է գյուղը երևում, իհարկե հիմա ծառերը, տերևները փակել են տեսարանը գյուղի, բայց այսպես էլ գեղեցիկ է կանաչը, սարերը երևում են, բայց երբ որ չեն լինում տերևները, գյուղը շատ գեղեցիկ է երևում։ Իդեպ գյուղի ժողովուրդը ձեզ ինչպես ընդունեց։ Շատ լավ, իրենք շատ բարի են, շատ կամեցող են, շատ սրտաբաց, մի քիչ չհավատալով, որ ես կմնամ այստեղ, հետո խոսակցությունները լսեցի, որ բոլորը ասում էին, որ չի մնա, այս ամի 2 ամսից կգնա, բայց աշխատողներ կան ձեզ մոտ, ովքեր հենց տեղի բնակիչներն են։ Այո։ Ինչ ոլորտում են ավելի շատ գործունեություն ծավալում ձեզ մոտ, որպես ովքեր։ Եվ այգի, եւ խոհարարության մեջ, եւ տան մաքրման։ Այսինքն ոչ մի խնդիր չեք ունեցել հարևանների հետ կապված ձեր Բոլորովին։ միջոցառումների հետ, որ երաժշտության ձայնը խանգարում է ձեր հյուրերի հետ կապված։ Գիտեք, իմ հյուրերը բարեբախտաբար, ինչպես ասեցի, շատ լավ մարդիկ են, շատ կիրթ մարդիկ են լինում հիմնականում, ովքեր շատ բարձր երաժշտություն կամ ուժամ երաժշտություն չեն ունենում։ Պարզ է։ Շնորհակալություն Հասմիկ հետաքրքիր զրույցի համար։ Շնորհակալություն նաև գեղեցիկ բացահայտումների համար, բայց որպեսզի ամբողջացնենք այս ամենը, այս հարկում եւս մեկ ննջասենյակ կար, եթե չեմ սխալվում։ Այո, եւ սան հանգույց ունենք, սա իմ արփի փոքր աղջկաս նկարներն են, եւ մյուսները մի քիչ Շատ հետաքրքիր մտածողություն ունի ձեր աղջիկը որպես նկարչուհի։ Տեղափոխվենք նաև ննջասենյակները նկարահանենք եւ այդ ժամանակ արդեն ձեզ վերջնական հրաժեշտ կտանք։ Սա ամենամեծ ննջարանն է, եթե չեմ սխալվում, ընդհանուր տան, թե ուղղակի սպիտակ գույնն է ինձ մի փոքր ավելի խաբում, այսպես ասած։ Չէ, ինձ թվում է այն կանաչ պատերով սենյակը դա ավելի մեծ է։ Ուղղակի միգուցե սպիտակ է, դրանով ավելի մեծ է թվում։ Ձեր ամենասիրելի սենյակը որն է այս տան մեջ։ Գիտեք, բոլոր սենյակները, ասեմ ձեզ, շատ սիրելի են ինձ համար, որովհետև ամեն մի սենյակը իր տրամադրությունն է տալիս, երովի գեղեցիկ է։ Այս սենյակը սիրում եմ, որ տեսարանը շատ լավ է երևում, ինչպես տեսակ, լուսավոր է։ Մյուս սենյակը ավելի բոհեմյան է, մյուսը ավելի ռոմանտիկ է, չգիտեմ, այդպես։ Բայց դե ես ունեմ իմ սենյակս, ուրեմն դա եմ սիրում։ Որը մենք չցուցադրեցինք, թե ցուցադրեցինք, ուղղակի չիմացանք, որ դա ձեր սենյակն է։ Կարծում եմ ուղղակի չիմացաք, որ դա իմ սենյակն է։ Հասկանալի է։ Այ հիմա շնորհակալություն Հասմիկ հետաքրքիր զրույցի համար, հետաքրքիր բացահայտումների համար, շնորհակալություն, որ վերադարձել եք Հայաստան եւ շարունակում եք շենացնել մեր երկիրը։ Ես նույնպես շնորհակալ եմ, որ հյուրընկալվեցիք, ձեր հաղորդմանը հաջողություն եմ մաղթում, այդպես ուրախ եմ, որ այստեղ եք։ Կհանդիպենք արդեն դռան մոտ եւ վերջնական իրար հրաժեշտ կտանք։ Խնդրեմ։
Հասմիկ, ավարտվեցին մեր բացահայտումները ձեր տանը, մենք տեսնում ենք նաև Levon's Dom mailbox-ը, ինչ կարելի է այստեղ օրինակ թողնել եւ հեռանալ կամ թողնել եւ գալ պատասխանի ետևից։ Կարող եք, գիտեք ինչ թողնել ձեր կարծիքները։ Ասենք ինչն էր ինչի կարիք ունի Levon's Dom-ը, որ ինչ որ մի բան սխալ է կամ չկա, կամ ամեն ինչ լավ է, շնորհակալություն։ Բողոքի գիծն է կվերադառնանք։ Շնորհակալություն Հասմիկ, հետաքրքիր զրույցի համար, ձեզ մաղթում եմ նորանոր հաջողություններ, լավ մնացեք, հաջողություն։ Հաջողություն, ես նույնպես շնորհակալ եմ, ստեսություն, բարի ճանապարհ ձեզ։ Շնորհակալություն։ Система Organic Control подтверждает безупречную природную чистоту масла Слобода. Слобода Organic Control. Проверенное качество природного продукта. Նորույթ Մարանիկից։ Մարանիկ համեմունքների ավանդական եւ հազվագյուտ տեսակներն արդեն առկա են ապակյա տարաներով, որոնք փակվում են հերմետիկ, պահպանում համն ու հոտը։ Իսկ հատիկավոր տեսակների ներկառուցված աղացը թույլ է տալիս վայելել Մարանիկ համեմունքների բույրի թարմությունը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Мараник. Каждая девочка хочет быть идеальной мамой и женой. А каждая женщина просто быть собой. Майонез Слобода. Давайте быть довольными, а не идеальными. Շնորհակալություն Հասմիկ Հակոբյանին ջերմ ընդունելության համար, Levon's Dom-ը ամբողջովին պատրաստական ցույց տալու համար։ Ինչպես նաև շնորհակալություն Ամերիկայի Միացյալ Նահանգներից վերադառնալու եւ հայրենիքում բիզնես հիմնելու համար։ Միանշանակ, մեծագույն շնորհակալություն։ Իսկ ձեզ հետ Վահան Միրակյան Եվ Դավիթ Վարդանյան, ինչպես միշտ։ Բայց Չմոռանաք այս ամենից հետո բաժանորդագրվել մեր YouTube-յան պաշտոնական եւ սեղմել ալիքին, զանգակը։ որպեսզի բաց չթողնեք նորանոր մարդկանց եւ նրանց բնակարանները եւ տները։ Մնացեք խաղաղությամբ։ Հաջողություն։